ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առաջ ելույթում հայտարարել է. Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտվել է։ Այն ոչ միայն ավարտվել է, այլև ավարտվել է 3 իմ կողմից փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ, որը ստեղծում է բարգավաճման նոր երթուղի՝ TRIP երթուղին, նշել է Ռուբիոն։ Նրա խոսքով TRIP-ը բացառիկ հնարավորություններ կընձեռի երկու երկրներին, հատկապես Հայաստանին, հարգելով նրա ինքնիշխանությունը։ Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների խզման դեպքում Հայաստանը տնտեսական դժվարությունների կհանդիպի, ինչը կարող է անդրադառնալ ինչպես էներգետիկ, այնպես էլ սննդամթերքի շուկաների վրա, հայտարարել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Բորիս Տիտովը։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ Ռուսաստանը հայկական գյուղատնտեսական արտադրանքը կփոխարինի ադրբեջանականով։ Նման հեռանկարը կապված է ադրբեջանցի մատակարարների հնարավորությունների հետ։ Տիտովն ընդգծել է, որ Ադրբեջանը կարող է ռուսական շուկային զգալիորեն ավելի շատ գյուղմթերք առաջարկել, քան Հայաստանը։ Ավելի վաղ ռուսական վերահսկող մարմինները սահմանափակումներ էին կիրառել Հայաստանից բանջարեղենի, մրգերի, չրերի և այլ մթերքների ներմուծման համար։ Հայաստանից արտադրանքի նկատմամբ Ռուսաստանի ձեռնարկած միջոցները նորմալ գործընթաց են, պետք է ստուգել նոր արտադրանքը, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Մենք ընդհանրապես որևէ սահմանափակում չենք մտցնում հայկական ներմուծման համար։ Դա սովորական նորմալ աշխատանք է։ Հիմա նոր բերք է ստացվել, նոր արտադրանք է ստացվել, բնականաբար աշխատանքի ընթացքում ինչ-որ բան է հայտնաբերվում։ Դա տեղի է ունենում պարբերաբար, ասել է Օվերչուկը հավելելով. ցանկանում են պաշտպանել Ռուսաստանում սպառողներին։ Միևնույն ժամանակ նա անդրադարձել է Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, նշել. եթե Երևանը կարծում է, որ ԵՄ-ում իրեն ավելի լավ ու հարմար կլինի, քան ԵԱՏՄ-ում, նա կարող է նման ընտրություն կատարել, բայց ոչ մեր հաշվին։ ԱՄՆ ներկայացուցիչների պալատը ձայների 215-208 հարաբերակցությամբ հաստատել է բանաձև, որի նպատակն է ստիպել նախագահ Դոնալդ Թրամփին դադարեցնել Իրանի դեմ ռազմական գործողությունները։ Նախորդ 3 քվեարկությունների ժամանակ բանաձևը մերժվել էր, սակայն այս անգամ մի շարք հանրապետականներ միացել են դեմոկրատներին։ Բանաձևն այժմ պետք է ներկայացվի Սենատի քննարկմանը։ Միևնույն ժամանակ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները շատ լավ են ընթանում և առաջիկա հանգստյան օրերին գուցե համաձայնություն ձեռք բերվի։ Ըստ ԱՄՆ նախագահի համաձայնագրով Իրանից կպահանջվի երբեք միջուկային զենք չունենալ, երբեք ինքնուրույն այն չմշակել և այլ ճանապարհով ձեռք չբերել։ Տեսականորեն նրանք շատ մոտ են համաձայնագրի ստորագրմանը, ասել է Թրամփը, հավելելով, որ ԱՄՆ-ն հնարավոր գործարքի շրջանակում կվերցնի Իրանի հարստացված ուրանը։ Իր հերթին Թեհրանը հերքել է հունիսի 3-ին Քուվեյթի օդանավակայանին հարվածը, որի հետևանքով զոհվել էր 1 մարդ, մի քանիսը վիրավորվել էին։ ԻՀՊԿ-ն նշել է, որ օդանավակայանին հարվածը տեղի է ունեցել ամերիկյան Փեթրիոթ համակարգի խափանման պատճառով։ ԱՄՆ զինված ուժերն այս պնդումը կեղծ է որակել։ Եվրամիությունն իր հերթին անընդունելի է համարել Իրանի գրոհները Քուվեյթում և Բահրեյնում քաղաքացիական օբյեկտների դեմ։ Իսրայելը և Լիբանանը Վաշինգտոնում ուղիղ բանակցությունների 4-րդ փուլի արդյունքներով համաձայնել են հրադադարի։ Ըստ պետքարտուղարության դա կախված է Հզբոլլահի կողմից կրակի լիակատար դադարեցումից։ Բացի այդ, շարժման մարտիկները պետք է հեռանան Լիտանի գետից հարավ գտնվող տարածքից։ Կողմերը նաև համաձայնել են ստեղծել փորձնական գոտիներ, որոնք կգտնվեն Լիբանանի զինված ուժերի լիարժեք վերահսկողության ներքո։ Իսրայելն ու Լիբանանը նաև հաստատել են, որ թշնամական մտադրություններ չունեն միմյանց նկատմամբ, պարտավորվել են շարունակել ուղիղ բանակցությունները համապարփակ համաձայնագրի հասնելու համար։ Հունիսի 1-ին կողմերը պայմանավորվել էին մասնակի հրադադարի շուրջ։ Իսրայելը հրաժարվել էր Բեյրութի վրա հարձակումից Հզբոլլահի կողմից հարվածների դադարեցման դիմաց։ Այդուհանդերձ Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել։ Ավստրիան, Ղրղստանը, Պորտուգալիան, Տրինիդադ և Տոբագոն ու Զիմբաբվեն ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից ընտրվել են 15 անդամից բաղկացած ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամներ 2027-2028 թվականների համար։ Անվտանգության խորհուրդը ՄԱԿ-ի միակ մարմինն է, որը կարող է ընդունել իրավական պարտադիր որոշումներ, այդ թվում սահմանել պատժամիջոցներ և թույլատրել ուժի կիրառում։ Խորհուրդն ունի վետոյի իրավունք ունեցող 5 մշտական անդամ՝ Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ֆրանսիան, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները։ Մնացած 10 անդամներն ընտրովի են և ամեն տարի նրանցից 5-ը փոխարինվում են նոր անդամներով։ Բահրեյնը, Կոլումբիան, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Լատվիան և Լիբերիան կշարունակեն մնալ անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամներ մինչև 2027 թվականի վերջը։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։